Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներին Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում։ Ընկերությունը դադարեցրել է Շուշարի եւ Ուտկինա զավոդի պահեստների աշխատանքը, իսկ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով ըստ նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տուժել է 3 մարդ։ Վնասվել են նաեւ այլ ենթակառուցվածքներ, այդ թվում Սևերնա թռչնաֆաբրիկայի պահեստ է, իսկ Սիմֆերոպոլի տեսակավորման կենտրոնում իրականացվել է տարհանում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 571 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը նշել է, պահեստների զգալի մասսայով ապրանքները հաջողվել է պահպանել։ Աշխատակիցները ժամանակին տարհանվել են, իսկ ընկերությունն այժմ զբաղվում է ապրանքների վերաբաշխմամբ, գործընկերների բիզնեսի կայունությունն ապահովելու համար։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի միայն այն դեպքում, եթե Արևմուտքը որոշակի զիջումների գնա Ռուսաստանին։ Նա հիշեցրել է, դեռ տարիներ առաջ ասել էր, խաղաղության հասնելու համար որոշ զիջումներ անհրաժեշտ են, հակառակ դեպքում պատերազմը կերկարի եւ մարդիկ շարունակելու են զոհվել։ Մասկը շեշտել է, այդ դիրքորոշումը չի նշանակում աջակցություն Ռուսաստանին, այլ արտահայտում է պրագմատիկ մոտեցում։ Նա նաեւ քննադատել է այն դիվանագետներին, որոնք իր խոսքով շքեղ հանդիպումների ընթացքում քննարկում են պատերազմը, մինչդեռ առաջնագծում մարդիկ շարունակում են զոհվել։ Բրազիլիան հայտարարել է, առևտրի համաշխարհային կազմակերպությունում կվիճարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը, որոնք Վաշինգտոնը հիմնավորում է հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունը նշել է, երկրի միջազգային աշխատանքի կազմակերպության 66 գործող կոնվենցիաների կողմը, մինչդեռ ԱՄՆ-ն վավերացրել է դրանցից միայն 10-ը։ Պաշտոնական Բրազիլիան հայտարարել է, Վաշինգտոնը մարդու իրավունքների թեման օգտագործում է քաղաքական նպատակներով եւ իրական իրավական հիմքեր չունի նման սահմանափակումներ կիրառելու համար։ Բրազիլիայի իշխանությունները սահմանափակումները բնութագրել են որպես կամայական եւ անհիմն։ New York Times-ի տեղեկություններով Թեհրանը մերժել է Վաշինգտոնի կողմից փոխանցված հրադադարի նոր առաջարկը, որը Իրանի ղեկավարությանը ներկայացրել էր Իրաքի վարչապետ Ալի Ալ-Զայիդին։ Թերթի աղբյուրների համաձայն իրանական պաշտոնյաները հայտարարել են, որ չեն ընդունի ժամանակավոր համաձայնագիր, եթե այն չլուծի Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը։ Ամերիկյան առաջարկի բովանդակությունը չի հրապարակվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, առևտրային նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի Միացյալ Նահանգներում սառեցված իրանական միջոցներից։ Նա նշել է, որ այս որոշումը կգործի մինչև նոր ծանուցում։ Թրամփի խոսքով հնարավոր վնասները կարող են լինել շատ մեծ, սակայն նման քայլը համարել է արդարացի եւ հիմնավորված։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային մասնակցող կամ դրան աջակցող ցանկացած երկիր կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ։ Նա ընդգծել է, Թեհրանը վճռական է պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Արաղչու խոսքով ագրեսիային մասնակցող կամ աջակցող բոլոր կողմերը կրելու են միջազգային պատասխանատվություն, իսկ Իրանը պահպանում է ինքնիշխանության բոլոր միջոցները կիրառելու իրավունքը։ Նա նաև կոչ է այլ ՇՀԿ անդամ երկրներին համատեղ պաշտպանել միջազգային իրավունքը եւ թույլ չտալ, որ ուժը փոխարինի դիվանագիտությանը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, միայն միասնական մոտեցմամբ հնարավոր կլինի ապահովել անվտանգ եւ արդար միջազգային կարգ։ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է ավելի քան 42,000 հեկտար տարածք, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ 2026 թվականի ցուցանիշն արդեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի ընթացքում գրանցված այրված տարածքը եւ անցել 2022 թվականի նախկին ռեկորդը։ Ամենախոշոր հրդեհներից մեկը շարունակում է մոլեգնել Ժիրոն դեպարտամենտում, որտեղ տարհանվել է շուրջ 20,000 մարդ, իսկ կրակի մակերեսը մոտենում է 5,000 հեկտարի։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել Սոջո անտառում աշխատող թփերի կտրող մեքենան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածել է Գիլան նահանգի Զիբակենար քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի շտաբին։ Նահանգապետարանը հայտնել է, որ հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի նոր փուլին։ Նրա խոսքով Կիևում կարծում են, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լրացուցիչ մոբիլիզացիա եւ նոր լայնածավալ հարձակումներ Ուկրաինայի դեմ։ Զելենսկին նշել է, Մոսկվան չի հրաժարվել պատերազմի ընդլայնման ծրագրերից։
ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, հիշեցնելով Դոնալդ Թրամփի նախկին խոստումները։ Նրա խոսքով ոչ ոք չէր ակնկալում, որ Ուկրաինայի պատերազմը կավարտվի 30 րոպեում, սակայն բոլորը հիշում են, որ Թրամփը ավելի քան 80 անգամ խոստացել էր ավարտել հակամարտությունը 24 ժամվա ընթացքում։ Զախարովան նաև նշել է, ԱՄՆ նախագահը հետագայում բարձր էր գնահատել Անկորիջի գագաթնաժողովը։ Նա այս կերպ մեկնաբանել է Ռուբիոյի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ կսահմանի նաև Բելարուսի նավթավերամշակման գործարանների նկատմամբ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, պատժամիջոցների ցանկում ներառվել են Բելարուսի այն գործարանները, որոնք ռուսական շուկա բենզին եւ այլ նավթամթերք են մատակարարում։ Նոր սահմանափակումները ընդգրկում են նաև բանկեր, կրիպտոօպերատորներ, ստվերային նավատորմի նավեր եւ պաշտպանական ոլորտի ձեռնարկություններ։ Կալասը հայտարարել է, սա վերջնական քայլը չէ եւ Եվրամիությունը արդեն աշխատում է պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա։ ԱՄՆ զինված ուժերը 13-րդ գիշերն անընդմեջ շարունակել են ռազմական հարվածների Իրանի տարածքի նկատմամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով գործողությունը տևել է ավելի քան 2 ժամ։ Հարվածների թիրախ են դարձել ռազմական հրամանատարական կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, կապի հանգույցներ, առափնյա հսկողության կետեր եւ ծովային օբյեկտներ։ Հրամանատարությունը հայտարարել է, գործողության նպատակը Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի եւ առևտրային նավագնացության համար Իրանի ստեղծած սպառնալիքի նվազեցումն է։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով падգամավորի մանդատ ստացած Դավիթ Ղազինյանի դատավարությունը։ Դատարանը առաջնահերթությամբ քննարկում է խափանման միջոցի հարցը։ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, ըստ պաշտպանական կողմի քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին տարել էին քննչական կոմիտե հարցաքննության, նրա աջակիցները քննչական կոմիտեի մոտ Ծառուկյանին դիմավորել են ծափերով եւ Ծառուկյան ու ազատություն վանկարկումներով։ Երկիչ Ներսի Սպիրյանը քննչական կոմիտեի մոտ էր աջակցություն Գագիկ Ծառուկյանի, նրա գնահատմամբ տեղի ունեցողը անարդար է եւ վնասում է Հայաստանի հեղինակությանը։ Քաղաքական գնահատականները թողնում եմ քաղաքական գործիչներին, սակայն որպես արվեստագետ պատիվ եմ ունեցել բարեկամական հարաբերություններ ունենալ Ծառուկյան ընտանիքի հետ։ Գագիկ Ծառուկյանը կարող էր իր հնարավորությունները տեղափոխել արտերկիր եւ ապրել բարեկեցիկ կյանքով, բայց նա ընտրեց իր կարողություններն ու ներդրումները կապել հայրենիքի հետ։ Փոխարենը գնահատանքի նա դարձավ անձնական խոսքի եւ վրեժի թիրախ։ Այս ամենով մենք ուրախացնում ենք մեր թշնամիներին եւ նրանց առիթ տալիս խոսելու, կարծում եմ Գագիկ Ծառուկյանը երբեք արժանի չէր նման վերաբերմունքին, նա ստեղծել է աշխատատեղեր, աջակցել է հայկական մարզաշխարհին եւ նեցուկ կանգնել բազմաթիվ արվեստագետների, նշել է Ներսի Սպիրյանը։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ-Մոլի աշխատակիցները ստորագրահավաք են սկսել։ Նրանք պահանջում են վերաբացել կապարակնքված տաղավարները, որոնք երեկվանից փակ են, իսկ իրենք պարապուրդի մատնված։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն Էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։ Ներկայիս բռնկման հարուցիչը Բունդի Բուգյո Էբոլա վիրուսը դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի հիվանդության ներմուծման եւ հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի եւ բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Էբոլայի հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին եւ իրականացնում են առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։ Օրեր առաջ բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի եւ ձմերուկ վաճառող երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել, թեև տեսանյութում բլոգերը ըստ հրապարակված կադրերի սադրում եւ սպառնում էր քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։ Այսօր առավոտյան բերմաների ենթարկվել ձմերուկ վաճառող երիտասարդը բլոգեր Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո։ Իդեպ տեսանյութում բլոգերը հայտարարում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին խուլիգանության համար է պատասխանատվության ենթարկվելու, իսկ այժմ հենց այդ վարույթի շրջանակում վերջինս բերման է ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել, բայց կա հարուցված քրեական գործ, որով քաղաքագետ ներկայացող Արամ Ավետիսյանը չի անցնում։
Հրապարակ թերթի տեղեկություններով մոտ 10 օր առաջ Երևանամերձ զորամասում զինծառայող է մահացել, որի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել։ Մեզ ասացին, որ մահացած զինծառայողը Պաշտպան Հայրենիաց ծրագրի շրջանակներում է ծառայության անցել, թե ինչ հանգամանքներում է զինվորը մահացել, Պաշտպանության նախարարությունից ճշտել չհաջողվեց, խոսնակը այսպիսի պատասխան տվեց չկա դեպք, որը ծառայության հետ կապված հանգամանքներում եղած լինի ու չհաղորդվի կամ Պաշտպանության նախարարության կամ քննչական կոմիտեի կողմից, հայտնել է լրատվամիջոցը։ Կառավարությունը ընդունել է հայկական ատոմային էլեկտրակայան ՓԱԳ բաժնետիրական ընկերության N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը, որոշման նախագիծը ներառված է եղել գործադիրի երեկվա նիստից զեկուցվող հարցերի ցանկում։ Հուլիսի 14-ից 21-ն անցկացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների արտադրության համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակի կաթ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոսելխոզնadzորի հաղորդագրությունից հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության մեջ երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր, չնայած Հայաստանի վերահսկողության ծառայության կողմից ավելի վաղ ներկայացված հավաստիացումներին առ այն, որ օգտագործվում է տեղական կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հիմք, հայտնում է ծառայությունը։ Աղբյուրը նշում է, որ հաշվի առնելով բացահայտված խախտումները Ռոսելխոզնadzորը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը եւ ներքին շուկայում անանվտանգ կաթնամթերքի իրացումը թույլ չտալու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին։ Քաղաքացիները այն մեսիջի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ-փոստը, նշված է հաղորդագրության մեջ։ ՄԱԿ-ի զեկույցը շատ մեծ ապտակ է այսօրվա բռնատիրական չարիքի ռեժիմին, ովքեր մեկ տարի շարունակ բարձրախոսում էին, թե ուր է միջազգային մի բան ցույց տվեք, մի բան, մի թուղթ, մի գիր, որտեղ արձանագրված լինի հակառակ այն մասին, ինչ մենք ասում ենք։ Փաստն աչքերի առջև է, դեռ առաջիկայում ավելի ծանր ապտակներ կստանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը եւ ավելացրել, այսօր բանտերում հարյուրավոր քաղբանտարկյալներ կան։ Ասում էին Հայաստանում չկա քաղկալանավոր, հիմա կասկածի տակ դրված է իրենց ասածը, թե ոչ դրված է, չէ, հիմա իրենք պիտի պաշտպանվեն, այլևս հարցակվող չեն, պիտի պաշտպանվեն, բայց ինչպես պաշտպանվեն։ Դարձյալ ստերով, օրինակ հունիսի 12-ի այն ողբերգական դեպքը, երբ կրակեցին ժողովրդի վրա, ռմբահարեցին ժողովրդին, վիրավորեցին 100-ից ավելի մարդկանց, ներկայացնում են իբր թե մենք փորձել ենք գրավել խորհրդարանը։ Եթե մենք փորձեինք գրավել, կգրավեինք, նշել է Բագրատ Սրբազանը։ Իրանի զինված ուժերը հայտարարել են անցած գիշեր ԱԹՍ-ների միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի Շեյխ Իսա եւ Հորդանանի Ալ-Ազրակ ռազմաբազաներին։ Բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է. խոցվել են վառելիքի պահեստարաններ, պահեստներ, սարքավորումներով անգարներ եւ ամերիկյան ուժերի տեղակայման վայրեր։ Իրանական կողմը նաեւ հայտնել է թիրախավորվել են ինքնաթիռների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման անգարները։ Հայտարարության համաձայն գործողությունն իրականացվել է անօդաչը թռչող սարքերի կիրառմամբ։ Իրանի իշխանությունները հարվածներ ներկայացրել են որպես ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված գործողություն։ Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի փոփոխություններ, որոնցով արգելվում է Ռուսաստանում եւ Բելարուսում արտադրված մի շարք ապրանքների ներմուծումը երկիր։ Սահմանափակումների ցանկում կարող են ներառվել ռուսերեն գրքերն ու պարբերականները, տեսախաղերը, խաղալիքները, սպորտային ապրանքները, հագուստն ու կոշիկը։ Արգելքը կգործի ոչ միայն ուղղակի ներմուծման, այլև երրորդ երկրներով մատակարարումների դեպքում։ Մինչդեռ տարանցումը դեպի ԵՄ այլ երկրներ կշարունակի թույլատրվել։ Լատվիայի ագնախարար Բայբա Բրաժեն հայտարարել Ռուսաստանը գրքերն ու մամուլն օգտագործում է քարոզչական նպատակներով։ Կառավարությունն ընդունում է, որոշ ապրանքների գները կարող են աճել, սակայն վստահեցնում է դրանք հնարավոր կլինի փոխարինել այլ երկրների արտադրանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Միացյալ Նահանգներ կայցելի սեպտեմբերի 24-ին։ Նրա խոսքով այցը կմեկնարկի հենց այդ օրը։ Վաշինգտոնը նաև ակնկալում է, որ 2026 թվականի աշնանը կկայանա Թրամփի պատասխան այցը Չինաստան։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խելագարի դերից անցել է հուսահատ խաղի։ Նրա խոսքով Շալամչեի ուխտավորների վրա հարձակումը եւ Իրանի ենթակառուցվածքների դեմ սպառնալիքները վկայում են Վաշինգտոնի անօգնականության մասին։ Ռեզային պնդել է, այդ քայլերը ոչ թե ուժի, այլ հուսահատության դրսևորում են։ Նա նաեւ հարց է բարձրացրել, թե արդյոք Իրանը ենթակառուցվածքների դեմ հարձակումներին ավելի կոշտ պատասխան կտա։
Իրանի պետական հեռուստարադիո ընկերությունը հայտնել է, իրանական նավթատար նավը կարողացել է անցնել ԱՄՆ-ի սահմանված ծովային շրջափակման միջով եւ մտնել Օմանի ծոց։ Հաղորդվում է, նավն արդեն գտնվում է ծոցի ջրերում։ Ամերիկա-իրանական հակամարտության հերթական սրումը սկսվել էր հուլիսի 8-ին, երբ ԱՄՆ-ն մի շարք հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին, դա ներկայացնելով որպես պատասխան Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան Թեհրանը հարվածներ սկսեց հասցնել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Օմանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, իսկ հուլիսի 14-ին ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, Թուրքիան չի ստանա F-35 կործանիչներ, քանի դեռ չի հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից։ Կոնգրեսին ուղղված պաշտոնական նամակում նշվում է, որ Անկարան պարտավոր է կատարել պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի պահանջները, հրաժարվել C-400-ներից եւ պարտավորվել ապագայում չգնել նմանատիպ համակարգեր։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիան դեռևս չի կատարել այդ պայմանները, ուստի սահմանափակումները մնում են ուժի մեջ։ Միաժամանակ Վաշինգտոնը հաստատել է, U-400-ների շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակվում են։ Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է, որպեսզի վերացվի ազգային ժողովի 8-րդ գումարման եւ 9-րդ գումարման նորընտիր պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը, քանի որ նրա ազատությունը կարող է սահմանափակվել միայն ազգային ժողովի թույլտվությամբ, հետեւաբար նրա նկատմամբ կիրառվող ազատության սահմանափակում պետք է անհապաղ վերացվի։ Վարդևանյանը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը Մխիթար Զաքարյանի գործով, ըստ որի պատգամավորի կարգավիճակը ձեռք է բերվում ոչ թե լիազորությունները ստանձնելու, այլ պատգամավոր ընտրվելու պահից։ Մխիթար Զաքարյանի գործով Վճռաբեկ դատարանը իրավունքի խախտում է ճանաչել այն պատճառով, որ նա պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո ազատ չի արձակվել։ Նույն իրավիճակն այսօր առկա է նաև Արթուր Սարգսյանի դեպքում եւ յուրաքանչյուր անցնող րոպե իրավունքի խախտում է, նշել է փաստաբանը։ Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես Սայաթ-Նովայի պողոտայի Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված կայանման տեղ ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկից մինչեւ Վերոնեշալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, ըստ որում հնարավոր է նորակառույցից բնակարան գնել առանց նոտարական վավերացման կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան եւ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով սահմանում ենք համապատասխան պայմանագրերի այն ձևանմուշները, որոնցով հնարավոր է եռակողմ պայմանագիր կնքել հիփոթեկային վարկավորման տրամադրմամբ։ Եռակողմ ասելով նկատի ունենք առաջնային շուկայում կառուցապատող գնորդ եւ հիփոթեկային վար տրամադրող բանկերը։ Այսինքն կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպեսզի հիփոթեկային վարկի արգայության պարագայում գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ հեռահար կնքեն կամ վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար, եւ սեփականության իրավունքը կառուցապատողից կփոխանցվի հիփոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին։ Կառավարության նիստում ասել է կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Առինջ մոլի աշխատանքն առավոտից խափանելուց հետո քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, թե Առինջի 3.5 մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ, վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Նշվում է, որ փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։ Կառավարությունն այսօր որոշել է անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք հատկացնել Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի լրատվական կայքին։ Որոշման համաձայն կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125.7 քառակուսի մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250 քառակուսի մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի Սկիզբ մեդիա կենտրոնին։ Ըստ կառավարության հիմնավորման ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարարներ դրումային ծրագիր, համաձայն որի լրատվամիջոց կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 միլիոն դրամ։ Լրատվամիջոցը 3 տարվա ընթացքում կապահովի առնվազն 14000 տեսանյութի ռեպորտաժի հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում եւ տարածում լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտմամբ կամ ընթերցման ծավալով։ Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը անձեռնմխելիությունը համարել է հաղթահարված։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, քանի դեռ Իրանը չի համաձայնել գործարք կնքել Վաշինգտոնի հետ, նրա համար հետևանքները շարունակելու են խորանալ։ Նրա խոսքով ներկայում Թեհրանը պատրաստակամություն չի ցուցաբերում համաձայնության հասնելու հարցում, ինչի պատճառով ստիպված է լինելու շարունակել վճարել դրա գինը։ Ռուբիոն միաժամանակ ընդգծել է Միացյալ Նահանգների նպատակը երբեք Իրանում իշխանափոխություն իրականացնելու մեջ չի եղել։ Նրա խոսքով Վաշինգտոնի հիմնական խնդիրը Թեհրանին միջուկային զենք ունենալու հնարավորությունից զրկելն է։ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, ամերիկյան գործողությունները կենտրոնացած են Իրանի ռազմական ներուժի թուլացման վրա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն միաժամանակ իրականացնում է ռազմական գործողությունները։ Նրա խոսքով եվրոպական երկրները շարունակում են խրախուսել Կիևին պատերազմի շարունակմանը, եւ այդ պայմաններում Մոսկվան արձանագրում է իր համար դրական ռազմական դինամիկա։ Պեսկովը նաեւ հաստատել է, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, այդ թվում Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի մակարդակով։ Միաժամանակ նա նշել է, ներկայում որևէ նոր արագացում կամ բեկում բանակցային գործընթացում չի նկատվում։ Կրեմլի գնահատմամբ երկխոսության շարունակությունը դրական է, սակայն արագ արդյունքներն ակնկալելու հիմքեր դեռևս չկան։ Մոսկվայի մարզում կործանվել է ռուսական նորագույն Սու-57 կործանիչը։ Հաղորդվում է, օդաչուն հարցրել է ինքնանետվել, իսկ ինքնաթիռն ընկել է դաշտային տարածքում ուսումնամարզական թռիչքի ընթացքում։ ՌԴ Պաշտպանության նախարարությանը հողումով հաղորդվում է, միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան, իսկ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են եւ դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։ Սու-57-ը Ռուսաստանի 5-րդ սերնդի բազմաթիրախ կործանիչն է, որը շահագործվում է 2020 թվականի վերջից եւ կիրառվել է նաև Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի անվտանգությունն ապահովող գաղտնի ծառայության գործակալը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից ճանապարհորդական տվյալների հնարավոր արտահոսքի կասկածանքով։ CNN-ի տեղեկություններով գործակալը կարող էր ոչ պատշաճ կերպով տարածել տեղեկություններ փոխնախագահի անձնական ուղևորությունների անվտանգության կազմակերպման մասին։ Գործը քննվում է գաղտնի ծառայության ներքին վերահսկողության ստորաբաժանման կողմից, իսկ հնարավոր վարչական կամ քրեական պատասխանատվության հարցը դեռևս բաց է մնում։ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Տրապիզոն ածուխ տեղափոխող թուրքական MV Reyhan Sarı բեռնանավը։ Հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի 1 մարդ, եւս 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել միջազգային ջրերում Թուրքիայի Սամսուն նահանգի ափամերձ հատվածի մոտ։ Հարձակման հետևանքներն ու պատասխանատուների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Կրեմլը հայտարարել է, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի եւ Ջարեդ Քուշների հնարավոր այցի ժամկետները կհրապարակվեն համապատասխան ժամանակին։ Դմիտրի Պեսկովը նշել է, այցի վերաբերյալ հայտարարությունը կարվի պաշտոնապես, երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնականապես ձևավորվեն։ Ավելի վաղ Յուրի Ուշակովը հայտնել է, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ խաղաղության գործընթացը։ Թրամփը հայտարարել էր, Ուիտքոֆն ու Քուշները պատրաստ են այցելել Մոսկվա իրենց համար հարմար ժամանակահատված։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը չի բացառում, որ Իրանը մոտորերին վերանա իր մոտեցումը Միացյալ Նահանգների հետ խաղաղ երկխոսության հարցում։ Նրա խոսքով Թեհրանը խախտել է ձեռքբերված փոխըմբռնման հուշագիրը դրա ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի օր անց։ Ռուբիոն ընդգծել է, ԱՄՆ-ն կատարել է իր պարտավորությունները, իսկ այժմ Իրանը վճարում է դրա հետևանքների գինը։ Նա նաև նշել է, ստեղծված ճնշումը կարող է ստիպել Թեհրանին վերանայել իր ներկայիս դիրքորոշումը։ ԱՄՆ հետախուզությունը ստուգում է տեղեկությունները, ըստ որոնց Ռուսաստանը կարող էր աջակցել Իրանին մերձավոր արևելքում ԿՀՎ-ի օբյեկտների դեմ իրականացված հարվածների ժամանակ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ ուսումնասիրվում է, թե արդյոք Մոսկվան Թեհրանին տրամադրել է հետախուզական տվյալներ կամ շահիդ անօդաչուների ճշգրտությունը բարձրացնող տեխնոլոգիաներ։ Հաղորդվում է, մարտին հարձակման են ենթարկվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանեկից ԿՀՎ-ի ռեզիդենտուրան եւ Իրաքի արևելքում գտնվող եւս մեկ օբյեկտ։ Աղբյուրների տվյալներով հարվածների ընթացքում կարող էին օգտագործվել ռուսական Կոմետա M նավիգացիոն համակարգով արդիականացված շահիդ 136 անօդաչուներ։ Մինչդեռ Կրեմլը նախկինում նման տեղեկությունները անվանում էր կեղծիք։ Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ երկրի նավահանգիստներն ավելի մուտքն ամբողջությամբ դադարեցվել է։ Նրա խոսքով, եթե նախկինում օրական 4-ից 5 նավ էր մտնում ուկրաինական նավահանգիստներ, ապա արդեն 4 օր է գործընթացը լիովին կանգ է առել։ Նախարարը նշել է, դա նավատերերի որոշումն է եւ պետությունը որևէ սահմանափակում չի կիրառել։ Այժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի ծովային երթևեկությունը։
Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցությունները շուրջ 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքերի հնարավոր չեղարկման վերաբերյալ։ ՉԺՀ առևտրի նախարարության ներկայացուցիչ Մեն Հուատինի խոսքով երկու երկրների պատվիրակությունները քննարկում են մաքսատուրքերի նվազեցման շրջանակային պայմանները։ Նա նշել է, այդ գործընթացը հիմնված է Չինաստան կատարված վերջին այցի ընթացքում Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի ղեկավարության միջև ձևավորված նոր ռազմավարական մոտեցման վրա։ Պեկինը նաև խորհրդակցություններ է անցկացնում ազգային ձեռնարկությունների, տարածաշրջանային իշխանությունների եւ ոլորտային կառույցների հետ առաջարկները համակարգելու նպատակով։ Չինաստանի մաքսային ծառայության տվյալներով տարվա առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը գերազանցել է 289 միլիարդ դոլարը։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ նախորդային կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան խմբակցության անդամների հանդիպում, այս մասին հայտնել են դաշինքից, քննարկվել են առաջիկա անելիքները։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության են զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող երկու զինծառայողները կալանավորվել են, հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նշենք, որ հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել էին նրա համածառայակիցները, նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում եւ դատարան էր ներկայացվել կալանավորելու միջնորդություն։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդակյանը հուլիսի 24-ից 27-ը կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում Թեհրանում, որտեղ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կառավարության որոշման համաձայն նախարարը գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ Գործուղման ճանապարհածախսն ու օրապահի կհատուցվեն 2026 թվականի պետական բյուջեով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Թեև ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը ազգային ժողովի անդրանիկ նիստին նախատեսված է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա, եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք, այս մասին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նշենք, որ ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին։ Այսօրվանից գոլդ համարանիշները հնարավոր է ձեռք բերել առանց աճուրդի։ Ներքին գործերի նախարարությունից հայտում են, որ դրանք վաճառվելու են հաստատագրված գներով 250,000 դրամից մինչև 8 միլիոն դրամ, կախված թվերի եւ տարրերի համադրությունից։ Նոր կանոնակարգմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկում ընդգրկվել են նաեւ 0 թվով եւ 1 կամ մի քանի կրկնվող թվերով համադրությունները, նույն կամ տարբեր լատինական տառերով։ Մեկ ամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են, այս նիստին կքննարկվեն խափանման միջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև կշարունակվի չափածույցների հետազոտությունը։ Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին ժամը 15:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Սրբազան պայքարի գործով անցնող Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Իգոր Սարգսյանի տնային կալան խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության։ Դատավորը սակայն անփոփոխ թողեց համակցված միջոցներ, 2 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող Թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոր Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը եւ անցել կիզաեզրափակիչ փուլ, այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Եղանակ առաջիկա օրերին Երևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 25-ից 29-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 24-ից 29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ից ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 25-ից 29-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 24-ից 29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ից 26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։